Այո, շատ կարևոր հարց եք բարձրացնում, դա հանրային վերահսկողությունն է, մենք պետք է հասկանանք, թե հսկայական գումարները, որ տրամադրվում են ընտրությունների ժամանակ սպառնալիքները կանխելու համար, ինչ ուղղությամբ են ծախսվում, թերևս մենք չնայած շատ լավ հասկանում ենք, որ դա ավելի շատ միջամտություն է ընտրական գործընթացներին, քան թե ինչ-որ ժողովրդավարական արժեքների պաշտպանություն, որտեղ այդ նույն եվրոպական կառույցները, նույն միջազգային կառույցները շատ ավելի լավ տեսնում են, թե Հայաստանում ինչ է կատարվում ժողովրդավարական արժեքների հետ եւ այս պարագայում լուր մնալով, չգիտես ինչու խիստ անհանգստացած են ընտրական process-ների, ապագա ընտրական process-ներով պայմանավորված, թեև հասկանալի է, որ դա արվում է այսօրվա իշխանությունները պահելու եւ այսօրվա իշխանությունների տրված խոստումներին տեր կանգնելու համար։ Շնորհակալություն, պարոն Բոզոյան, ես կխնդրեմ, որպեսզի ներկայացնեք, թե այս արտաքին ազդեցությունների շրջանակների դեմ ինչպես կարելի է պայքարել ներքին օրակարգով, այսինքն մենք հասկանալի առաջիկայում խոսքը վերաբերում է ընտրություններին եւ այլն, բայց նաեւ մինչ ընտրությունները ինչ պետք է անել այս արտաքին ազդեցությունների թուլացման եւ կամ կանխարգելման ուղղությամբ։ Նախ, որպեսզի մենք կարողանանք իսկապես դիմակայել այս գործընթացին, ինչ որ նշեցին մեր այսօրվա գործընկերները, նախ պետք է մենք հասկանանք, թե աշխարհում ինչ իրական գործընթաց է սկսվել, շատ կարևոր է։ Տեսեք, Եվրամիության այսօրվա նախագահի ներկայացուցիչները նշում են, որ կա հիբրիդային պատերազմի վտանգ Հայաստանի նկատմամբ, ակնարկելով բնականաբար Ռուսաստանին, եւ նշում են, որ իրենք պետք է ամեն ինչ անեն, որ աջակցեն, որպեսզի հայաստանյան այսօրվա իշխանությունները դիմակայեն այդ հիբրիդյան պատերազմին։ Ես մեջ բերեմ մի միտք, հետո կասեմ, թե միտքը ով է ասում։ Ուրեմն այսօրվա եվրոպական վերնախավը հիբրիդային պատերազմ է սկսել աշխարհի բոլոր ժողովուրդների դեմ եւ փորձում է հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ։ Խոչընդոտում է ռուս-ուկրաինական պատերազմի կանգնեցմանը եւ ամեն ինչ անում է, որ այդ պատերազմը շարունակվի։ Ես ասեմ, թե ով է այս մտքի հեղինակը։ Այս մտքի հեղինակը Թուլսի Գաբերտն է։ Միացյալ Նահանգներում գիտեք, որ կան դաշնակից ավել հետախուզական անվտանգային կառույցներ, ամենագլխավորը ՑԵՌ-ն է, եւ այդ բոլոր հետախուզական կառույցների համայնքի գործադիր տնօրենը Թուլսի Գաբերտն է։ Թուլսի Գաբերտն է վերաբերում այս միտքը։ Նա դա հայտարարել է օրերս, հողմանելով այն բանին, որ բրիտանական Reuters գործակալությունը հայտարարեց, որ իրենք ունեն 6 հետախուզական աղբյուրներ, որոնք նշում են, որ Ռուսաստանը մտադիր է գրավել ոչ միայն ամբողջ Ուկրաինան, այլ նաև եվրոպական երկրների մի մասը։ Գաբերտը հայտարարեց, որ սա հիբրիդային պատերազմի արդյունք է, որի նպատակն է վախեցնել եվրոպական ժողովուրդներին, որպեսզի մեծացնել ռուսական վտանգի, այսպես ասած, գաղափարը, որպեսզի հնարավոր լինի շարունակել այս պատերազմը։ Այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ արևմուտքում ծնվում են նոր կենտրոններ, որոնք սկսում են պայքարել այսօրվա հին արևմտյան վերնախավերի դեմ, որը իսկապես ողջունելի է եւ հույս է ներշնչում, որ իսկապես աշխարհը կարող է խուսափել երրորդ համաշխարհային պատերազմից, որի առաջ կանգնած է այսօր չնայած շատերը չեն գիտակցում։ Որտեղ է գտնվում այս համատեքստում Հայաստանը։ Հայաստանը մինչև 18 թվականը վարում էր բալանսավորված արտաքին քաղաքականություն, այսինքն ուներ ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ միաժամանակ փոխ լրացնում էր այդ հարաբերությունները արևմտյան կենտրոնների հետ, այդ թվում նաեւ այլ երկրների, Չինաստան, Թուրքաստան եւ այլն։ Այդ քաղաքականության արդյունքում Հայաստանը կարողացել էր պահպանել իր անվտանգային համակարգը, տարածաշրջանում քիչ թե շատ կայուն իրավիճակ, մենք ունենք նաեւ երկրորդ հանրապետություն դեմս Լեռնային Ղարաբաղի հանրապետության։ Այսինքն կարելի ասել, որ անկախ դրանից, թե մենք ինչքանով ենք դժգոհ եղել ներքին կյանքից, բայց արտաքին կյանքում նախքին բոլոր երեք ղեկավարները
այս կամ այն ձևով նույն քաղաքականությունն ենք վարել, որը թույլ էր տվել, որ Հայաստանը կարողանար դիմակայել հնարավոր բոլոր սպառնալիքներին իր անվտանգության համար։ Ինչ որ կատարվեց 18 թվականից հետո, ես համաձայն եմ իմ գործընկերներից մեկի հետ, որ սա կարելի է բնութագրել որպես աղետ, չնայած սկզբնական փուլում շատերը դա չէին գիտակցում եւ չէին հասկանում եւ շատերս նույնիսկ մեղադրելու բան չէ, որովհետեւ դժգոհություն կար հասարակության մեջ եւ հասկանալի էր դժգոհությունը, բայց ոչ մեկ չէր պատկերացնում, թե այդ դժգոհությունը ով եւ ինչպես պետք է կապիտալիզացներ իր օգտին, հա, եւ այն ինչ որ կատարվեց 2018 թվականից մինչ այսօր, ես կարծում եմ, որ սա Հայաստանի աղետի պատմություն է բացվել, որը պետք է մենք ամեն ինչ անենք, որպեսզի փակվի գալիք տարվա հունիսի։ Եթե մենք այդ աղետի պատմությունը չփակենք, ապա մենք կկորցնենք Հայաստանը։ Սա վերացակամպագորգոր ձևակերպում չէ, սա դառը իրականություն է եւ ասեմ ձեզ, որ 2018 թվականին, երբ որ Հայաստանում փոխվեց իշխանությունը, նույն 2018 թվականին Յենի Ադրբեջան կուսակցության համագումարում իրենց կարկառուն դեմքերից մեկը հայտարարեց, որ մենք 10 տարվա ընթացքում լուծելու ենք ոչ միայն Արցախի խնդիրը, Ղարաբաղի հարցը, այլ նաև Հայաստանի խնդիրը։ Սա ես ուղղակի ասում եմ փաստ եւ ավելին կարող եմ ասել, որ այս տարվա հոկտեմբերի 1-ին Ստամբուլում նախկին մի վեցի ղեկավար Ռիչարդ Մուրի ելույթը շատ հետաքրքիր էր, որտեղ ինքը փաստացի հպարտանում եւ խոստովանում էր, որ իրենք աջակցել են մի շարք երկրներում իշխանության գալու որոշ այն շրջանակներին, որոնց ինքը գովաբանում էր այդ նաեւ հարավային Կովկասում։ Տեսեք, դուք նշում եք, թե ինչպես կարող ենք կանխել եւ այսպես պայքարել այս ամենի դեմ։ Մենք տեսեք հիմա քննարկում ենք, թե ինչու Կայա Կալլասը հայտարարեց նման բան, ինչի էր Հայաստանի իշխանությունը խնդրել իրենցից, որ իրենք օգնություն ստանան։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այդ 15 միլիոն դոլարը այսօրվա իշխանությունը ունեն, 15 միլիոն չէ, 15 միլիարդ դոլար ունեն, որովհետեւ միայն մեկ օլիգարխի շրջանառությունը տարեկան կազմում է 10 միլիարդ դոլար այսօր, որը նախկին իշխանությունների ժամանակ երազանք կարող էր համարվել, այսինքն այդ գումարները ունեն, իրենց համար կարևոր էր, որ Եվրամիության այսօրվա բյուրոկրատիա հայտարարել, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանին, այսինքն շատ կարևոր է, որ հասարակության մեջ եվրոպական հողերով ապրող ինչ-որ մի հատված լսեր դա եւ փորձեր դրա արդյունքում որոշակի ինչ-որ դրական ընկալում ունենար Փաշինյանի նկատմամբ, դա էր այսօրվա իշխանության գլխավոր նպատակը, այդ խնդիրն է լուծվում իրենց այդ խոսքով։ Ես ուզում եմ անդրադառնամ հենց այդ զանգվածի մեր հասարակության, նշելով հետևյալը, որ այսօրվա Եվրամիության բյուրոկրատիան, ինչպես որ բնութագրում է Թուրքիի ԳԱԲՏ որպես պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ, նրանք իսկապես պատերազմ հրահրող բյուրոկրատիա է, ոչ մի կապ չունի եւ ոչ մի նպատակ չունի Հայաստանին Եվրամիության անդամ դարձնելու կամ եվրոպական արժեքներ կիրառելու համար։ Բացառապես, ես ուղղակի ասում եմ դա բերելով մի շարք փաստեր, նախ եւ առաջ տեսեք, այսօրվա Վրաստանի իշխանությունը պաշտոնապես հայտարարում է, որ ինքը ուզում է, որ երկիրը դառնա Եվրոմիության անդամ, եւ ինքը բանակցում է այդ ուղղությամբ, բայց իրեն մերժում են դա, ասում են, որ մեզ հետաքրքիր չի, որ դուք դառնաք Եվրոմիության անդամ եւ չունենաք վատ հարաբերություններ Ռուսաստանից, մեզ պետք է, որ բայն որպես առաջին պայման դուք պետք է չհայտարարված պատերազմ հայտարարեք Ռուսաստանին, որպեսզի այդ այն գինն է, որի արդյունքում մենք ձեզ կընդունենք եւ որպես Եվրամիության անդամ։ Ուշադրություն տեսնեք։ Պաշտոնապես Հայաստանը այսօր ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ է, եւ Փաշինյանն էլ Մոսկվայից Բրյուսել կամ Փարիզ, գիտեք, տրանզիտներով շարժվում է, բայց այսօրվա Եվրամիության բյուրոկրատիա խիստ բացասական է տրամադրված այսօրվա Վրաստանի իշխանության նկատմամբ, որը պաշտոնապես հայտարարում է, որ ինքը ուզում է դառնալ Եվրամիության անդամ եւ չունի հարաբերություն Ռուսաստանի հետ, եւ խիստ դրական է տրամադրված Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որոնք ֆորմալ իմաստով նույնիսկ ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս չեն եկել։ Դա ինչ է նշանակում, որ այսօրվա Եվրամիության համար Հայաստանը պետք է ոչ թե Եվրամիության անդամ դառնա, այլ Հայաստանը պետք է մանրադրամ դառնա Ռուսաստանի դեմ պատերազմում։ Իրենց համար Հայաստանը մանրադրամի դեմ
Մադրադամի դերի մեջ է իրենց համար կարևոր։ Այն ինչ որ հրաժարվեց Վրաստանը, իրենք ուզում են որ դա կատարի Հայաստանը։ Սա է իրենց գլխավոր խնդիրը։ Իրենք չունեն խնդիր հայ ժողովրդին, այսպես ասած, մոտեցնել եվրոպական արժեքներին կամ Եվրամիության անդամ դառնալու գործընթացին։ Իրենք այդպիսի խնդիր չունեն։ Իրենց համար հետևյալն է, իրենք էկզիստենցիալ պատերազմի մեջ են գտնվում Ռուսաստանի հետ։ Իրենք համարում են, որ Ռուսաստանը եթե հաղթի, իրենց համար դա կլինի կործանում, եւ իրենք աշխարհի բոլոր տեղերում փորձում են մոբիլիզացնել, այսպես ասած, այդ հակառուսական դաշինքի տրամաբանության մեջ, որտեղ Փաշինյանը իր անձնական շահերի համար համաձայնվել է դրա մեջ լինելու։ Հասկանեք, սա է խնդիրը, այսինքն այսօրվա Հայաստանի իշխանության թիվ 1 խնդիրը վերարտադրվելն է, որտեղ իրենք ունեն անասնական վախ, որ եթե անգար չվերարտադրվեն, իրենք կարող են կանգնել պատասխանատվության առջև։ Դրա համար իրենք պատրաստ են բոլորից խնդրել աջակցություն։ Իրենք խնդրում են աջակցություն Եվրամիության բյուրոկրատիայից, իրենք ուղղակի աղաչում են աջակցություն Թուրքիայից, եւ չի բացառում որ Թուրքիան գալիք տարվա սկզբում կարող է մասնակի կամ ամբողջական նույնիսկ սահման բացել։ Իրենք ուղղակի աղերսում են որպեսզի իրենց աջակցի Իլհամ Ալիևը եւ այս բենզին ներկրելու, ծորեն ներկրելու վաղը փտած պոմիդորներ կարող են ներկրել, որովհետեւ ես ուղղակի ինֆորմացիա ասեմ, որ Ադրբեջանի այդ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման արդյունքում ադրբեջանական պոմիդորները փտում են իրենց դաշտում եւ իրենք փորձեցին դիվերսիֆիկացնել Ռուսաստանը փակել է ճանապարհը, իրենք փորձեցին վաճառել այդ պոմիդորները եվրոպական երկրներում չստացվեց բնականաբար, Միացյալ Նահանգներում չստացվեց, իրանք հույս ունեին, որ իրենց ռազմավարական դաշնակից Իսրայելը կբացի այդ ճանապարհը, բացեց այդ ճանապարհը, բավականին լուրջ քանակի պոմիդորներ իրանք ուղարկեցին Իսրայել, բայց բարձրացավ որ Իսրայելի պատկան մարմինները բարձրացին, որ դա շատ վատ մակարդակի պոմիդորներ, լոլիկներ են եւ փակեցին այդ ճանապարհը եւ փաստացի կարելի ասել այդ փտած պոմիդորների իրացման խնդիր կա եւ ես սպասում եմ որ մոտ ժամանակներս կարող եմ մենք վագոններով փտած պոմիդորներ ստանանք որպես այդ գովազդային արշավի շրջանակներում երբ որ Ալիևը փորձում է այդ քայլերով աջակցել Փաշինյանին ցույց տալով որ տեսեք ինքը խաղաղասեր է տրամադրված, բայց թե ինչպեսի խաղաղասիրություն կա Ալիևի կողմից, ինքը ցույց տվեց այս տարվա մայիսին, երբ որ Անկարայում անցկացված արևմտյան ադրբեջանցիների համաժողովում հայտարարեց, որ առանց ադրբեջանցիների վերադարձ Հայաստան տարածաշրջանում խաղաղություն չի լինելու։ Սա իրականությունը սա է։ Այսինքն մենք ինչ պետք է անենք։ Մենք կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը նախ պետք է իրենք այլընտրանքային առաջարկներով հանդես գան։ Տեսեք, բայց այդ այլընտրանքային առաջարկները այնուամենայնիվ ես կարծում եմ, որ պետք է ինչ-որ տրամաբանության շրջանակներում լինեն, որովհետև եւ հաշվի առնեն այն հանգամանքը, որ այսօրվա իշխանությունը փորձելու է այն թեզով հանդես գալ, որ եթե ինքը չվերարտադրվի, ապա կլինի Հայաստանում նոր պատերազմ։ Դա շատ կարևոր խնդիր է, որ մենք պետք է հանդես գանք հետևյալ ճանապարհով, որ կա երկու ճանապարհ, խաղաղությունով գնալ դեպի գերեզման եւ խաղաղությունով գնալ դեպի բարգավաճում։ Այսինքն այդ երկու ճանապարհի երկու ալընտրանք պետք է կա Հայաստանի առջև։ Եվ 26 թվականին հայ ժողովուրդը պետք է ընտրի կամ խաղաղությունով գնալ դեպի գերեզման, ինչպես որ այդ ճանապարհով գնաց Արցախը, Արևմտյան Հայաստանը, կամ Հայաստանը խաղաղությունով պետք է գնա դեպի բարգավաճում, ինչպես որ մենք կարող ենք իսկապես նոր էջ բացել եւ այդ նոր էջով իսկապես նախկին սխալները թույլ չտալով իսկապես նոր որակի Հայաստան կառուցել։ Տեսեք օրինակ Արցախում հիմա պատերազմ չկա, չէ՞, կռիվել չկա, խաղաղություն է, որտեղ հայ չկա։ Արևմտյան Հայաստանում էլ խաղաղություն է, հայ չկա։ Հիմա ադրբեջանցիները ասում են հիմա Հայաստանում էլ մենք այդպիսի խաղաղություն ենք ուզում, որ ընդհանրապես արևմտյան Ադրբեջան ձևավորվի։ Ըստ էության կարելի ասել, որ Փաշինյանը հաշվանելով այն հանգամանքը, որ հայտնվել է ծուղակում, այսինքն ինքը ունի անասնական վախ, որ եթե հանգարց չվերընտրվի կարող է պատասխանատվության ենթարկվի, դրանից ինքը վախեցած է եւ ինքը ամեն գնով ուզում է բոլորից աղերսել այդ աջակցությունը եւ փաստացի կորցրել է իրեն եւ այնպիսի քայլեր է անում եւ այնպիսի աջակցություն է խնդրում Ադրբեջանից եւ Թուրքիայից, որը կարծում եմ որ նույնիսկ իր կողմնակիցներն են ապշած եւ զարմացած, որովհետեւ նման աներևակայելի քայլերը, որ մենք տեսնում ենք եւ բաց պրիմիտիվ եւ պոպուլիստական, ասենք, չգիտեմ, բենզինի բաներ մուծում կամ
ծորերի ներմուծում կամ չգիտեմ դեմարշի այսպիսի քայլեր, ուղղակի ես կարծում եմ, որ իրենք ուղղակի կորցրել են ազդեցությունը եւ հասարակական ռեակցիան չեն տիրապետում, մտածում եմ, որ մարդիկ այնքան անգիտակից են մնացել, որ չեն հասկանում, որ դա խաղաղության հետ որևէ կապ չունի, բայց մեր շփումները ցույց են տալիս, որ այնուամենայնիվ ժողովուրդը ուզում է հստակ, ոչ թե վերացական լողոզված, այլ կոնկրետ առարկայական այլընտրանքներ, թե ինչպես է ինքը տեսնում այլընտրանք Հայաստանի դեպի բարգավաճման գնացող խաղաղ Հայաստանի ապագան։ Տեսեք, օրինակ, մենք ունենք մեր ծրագրերը Մայր Հայաստանի, ես նկատում եմ առաջարկ Հայաստան մի նախաձեռնություն կա, որ շատ հետաքրքիր նախաձեռնությունով է հանդես գալիս եւ կուզեի, որ օրինակ այդ ծրագրի շրջանակներում շատերը փորձեն իրենց տեսակետները ներկայացնել եւ ես կարծում եմ, որ այդ այսպես ասած ուղեղային գրոհի արդյունքում մենք կարող ենք իսկապես ստանալ լուրջ մակարդակի առաջարկներ, որովհետեւ Հայաստանի զարգացման համար ոչ մի օբյեկտիվ խոչընդոտ չկա։ Այսինքն Հայաստանը մենք այն վիճակի մեջ չենք, ինչպեսին որ ասենք օրինակ 1915 թվականին Արևմտյան Հայաստանն էր կամ այսօրվա Արցախը այս իշխանության քայլերի արդյունքում բոլոր օբյեկտիվ պայմանները կան, որ Հայաստանը զարգանա եւ մենք իսկապես լուրջ դաշնակիցներ կարող ենք ունենալ իդեմս այսօրվա Ռուսաստանի, իդեմս այսօրվա Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի, որի գաղափարական արժեքային համակարգը շատ հոգեարազատ է նաեւ մեր արժեքային համակարգին, որտեղ այն պատկերացումները, որ իրենք ունեն, շատ նման են եւ շատ կարևոր են, որտեղ իսկապես արևմուտքը փոխվում է եւ լավ իմաստով է փոխվում եւ այն արևմտյան նոր արժեքները կամ հին արժեքները, որ գալիս են առաջ, կարծում եմ, որ պետք է մեզ ողջունեն, որովհետեւ իսկապես վաղվա այն այսպես ասած աշխարհը, որտեղ իսկապես պետք է լինի խաղաղություն, իսկ ես հավատում եմ, որ մենք կարող ենք խուսափել այդ երրորդ համաշխարհային պատերազմից, որովհետեւ գլխավոր խաղացողները հասկացել են, որ չի կարելի անել այն, ինչ որ այսօրվա ավանցուրիստական բեռնախավն է առաջարկում Եվրոպայի, որի պատճառով փաստացի ուկրաինական ժողովուրդը հայտնվել է ողբերգական վիճակի մեջ եւ իրենք հասկանում են, որ եթե պատերազմը կանգնի, իրենք պատասխանատվության են ենթարկվելու իրենց ժողովուրդների կողմից 240 միլիարդ եվրո փող են տվել ուկրաինացիներին, որպեսզի Ռուսաստանը պարտվի եւ չի պարտվում։ Ժողովուրդները հարց են տալու, պարոն Մակրոն, պարոն Մերս, պարոն Ստարմեր, բայց փողերը, որ դուք մեզանից վերցրել եք, տարել եք, հիմա փաստացի ստացվել Ուկրաինան հանձնել է 20%-ը տարածքի։ Բայց ինչի համար են մենք փողերը տվել։ Իրանք այդ պատասխանատվությունից վախեցած են, խուսափում են, դա համար իրանք շահավետ չէ պատերազմի կանգնեցումը։ Իրանք պետք է շարունակեն այդ պատերազմը, որպեսզի այդ պատասխանատվությունը չլինի։ Եթե պատերազմը շարունակվում է, ուրեմն պատասխանատվության խնդիր չի։ Տեսեք, հիմա Զելենսկին ասում է, քանի պատերազմ պես ինչպիսի ինքնություններ հասկացնեմ։ Սա է խնդիրը։ Հիմա երազեր, ասենք այսօրվա Հայաստանի իշխանությունը, որ մեր մոտ էլ այսպիսի պատերազմներ իրանք էլ չկարանային հասկացնել ընտրություններ։ Ու իրանք ես չեմ բացառում, որ այդպիսի իրավիճակ կարող են ստեղծել։ Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին, A, B, C, չգիտեմ, որտեղ բոլոր սցենարները հնարավոր են։ Դա շատ կարևոր է, որ մենք, որտեղ մեր համար սա գործընկերներից մեկ ասես քաղաքակրթական ընտրություն պետք է լինի։ Ես կարծում եմ, որ դա գոյաբանական ընտրություն պետք է լինի։ Ինել չելու ընտրություն է սա լինելու, ոչ թե միայն քաղաքակրթական, սա է խնդիրը։